Այսօր ապրիլի 19-ին ավտոերթով տեղի ունեցավ հյուսիս-հարավ ճանապարհահատվածի հյուսիսային աշտարակից դեպի Գյումրի հատվածի պաշտոնական բացումը։ Կառուցման ընթացքում ինչքան հողամասերի, անցումների, այդքան խնդիրներ, ինչքան հավատալի է որ։ Ավելի քան 10 տարի տևած ու անհավատալի թվացող այս ճանապարհահատվածի շինարարությունն արդեն ավարտված է։ Առավոտյան մեկնարկած ավտոերթի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կանգառը հյուսիս-հարավ մայրուղու Հոռոմի հանգույցում էր։ Այստեղ կառավարության ղեկավարն ու պատասխանատուները ամփոփեցին իրականացված աշխատանքներն ու արձանագրեցին արդյունքները։ Երևանից Գյումրի ճանապարհով քանի կիլոմետր է։ Մոտավորապես 120 կմ։ Հաշվարկային ժամանակը հասնելու ինչքան։ Նորմալ երթևեկության պայմաններում մի ժամ 20 րոպե, բայց գաղտնի իրենց փորձառությունը իհարկե ավելի կար ժամանակ են ասում, բայց մենք ավելի հանգիստ պայմաններում։ Երթը մենք ասում ենք ինչքան ժամանակ։ 4 ժամին Հատ շատ դանդաղ է, չէ, ասում են 4 ժամ կտև մինչև Գյումրի հասնենք, բայց ստեղից մինչև Գյումրի այս տեմպով ինչքան, քանի կիլոմետր։ Գյումրիից դուրս գալուց ու 15 մի ժամ։ Աշտարակ Գյումրի ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը մոտ 84 կիլոմետր է։ Այս ընթացքում կառուցվել է 19 տրանսպորտային հանգույց եւ 10 կամրջային անցում։ Ներառված են նաեւ 17 գյուղտեխնիկայի անցումներ, ինչպես նաեւ անասնաանցումներ, որոնք տեղակայված են ճանապարհի տակ։ Կառուցվել են դաշտամիջյան ճանապարհներ, ապահովելով քաղաքացիների հողամասերի եւ բնակավայրերի հասանելիությունը։ Տրանսպորտային հանգույցները համալրված են լուսավորության համակարգերով։ Պատասխանատուների խոսքով նոր ճանապարհահատվածը զգալիորեն բարձրացրել է երթևեկության անվտանգությունը։ Ճանապարհը գծանշված է, անվտանգության ժամանակակից տարերով կարգավորված, բնակավայրերում եւ կամուրջների հարող հատվածներում։ Հիմա դուք նկատում եք անցկացված է նաև լուսավորության համակարգ, ունենք արդիական բոլոր անհրաժեշտ լուծումներով եւ ամենակարևորը անվտանգ աշխատանք։ Նախկինում սա վթարավտանգ հատվածներից մեկն էր համարվում, մանավանդ Հոռոմի այս հատվածը նախկինում այստեղ բազմաթիվ ողբերգական ելքով վթարներ են ունեցել, իսկ հիմա ճանապարհը անվտանգության էլեմենտներով այնպես է կառավարված, որ հույս ունենք այդպիսի վթարներ այլևս չեն ունենա։ Շինարարությունն իրականացվել է 4 փուլով, յուրաքանչյուրի համար կնքվել է առանձին պայմանագիր։ Ունենք 4 պայմանագիր տարբեր գների, առաջի հատվածը 8 կիլոմետրանոց հատվածը պայմանագրի արժեքը 21.5 միլիոն ԱՄՆ դոլար է կազմում, հաջորդիվ ունենք 34 կիլոմետր հատված, որտեղ 76 միլիոն եւ այնուհետև երկու հատված ունենք Թալինից մինչև Գյումրի հատվածում պայմանագրային արժեքները այստեղ 60 միլիոն եւ 74 միլիոն վերջինը եվրոյով։ Աշտարակ Գյումրի հատվածում կառուցվել է առաջին տեխնիկական կարգի ճանապարհ մինչև 90 կմ ժամանակություն թույլատրելի արագությամբ։ Յուրաքանչյուր ուղղությամբ գործում է 2 երթևեկելի գոտի 3.6 մետր լայնությամբ։ Արկա է նաեւ 2 մետր լայնությամբ տեխնիկական գոտի, որը նախատեսված է մեքենաների հարկադիր կանգառի, ինչպես նաեւ սպասարկման աշխատանքների կազմակերպման համար։ Բացի այդ, ճանապարհահատվածն ունի ռազմավարական նշանակություն տնտեսական զարգացման տեսանկյունից։ Տնտեսական ակտիվությունը շատ ապահովելու է ճանապարհը, հենց այս ճանապարհն է նաև մեր օդանավակայանի ակտիվությունը ապահովելու, որտեվ մենք տարբեր եւ արդեն եվրոպական չվերթներ ունենք, հուսանք կշատանան, այլ երկրներ չվերթներ կունենանք եւ բնականաբար այս ճանապարհը մեր մարզի ակտիվության, զբոսաշրջային, տնտեսական մասերով ամենակարևորագույն երակներից մեկն է։ Զուգահեռաբար ակտիվորեն շարունակվում են նաև հյուսիս-հարավ մայրուղու մյուս հատվածների շինարարական աշխատանքները, նշում է Խուդատյանը։ Քաջարան-Ագարակ հատվածը հարավային ուղղությամբ մրցութային գործընթաց ենք իրականացնում եւ ամփոփման փուլում ենք Քաջարանի թունելի մասով, թունելների մոտեցման ճանապարհների մասով եւ ուղիղ բանակցություններ ենք վարում եվրոպական կապալառու ընկերություններից մեկի հետ, առաջիկայում դրա մասին ավելի մանրամասն կհայտնենք Բարգուշատի թունելի կառուցման մասով։ Վարչապետի գլխավորած ավտոերթը շարունակվել է դեպի Գյումրի, որտեղ նախատեսված է համերգային ծրագիր։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։